Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ներգաղթի եւ մաքսային ոստիկանությանը կոչ է արել ավելի ակտիվորեն արտաքսել անօրինական միգրանտներին Լոս Անջելեսից, Չիկագոյից եւ Նյու Յորքից։ Նա նշել է, որ այս եւ մյուս քաղաքները դեմոկրատական կուսակցության իշխանության կենտրոնի առանցքներն են, որտեղ անօրինական միգրանտներն օգտագործում են իրենց ընտրողների բազան ընդլայնելու, ընտրական խարդախությունների եւ բարեկեցության պետության ամրապնդման համար, խլելով լավ վարձատրվող աշխատատեղերն ու նպաստները Միացյալ Նահանգների քաղաքացիներից։ Թրամփը հանձնարարել է բոլոր ուժերն ուղղել զանգվածային միգրացիայի ալիքը հետ մղելու համար։ Ուկրաինայի նախագահ Վլոդիմիր Զելենսկին հանդիմանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Թեհրանում հանցակիցներին օգնելու ցանկության համար։ Համապատասխան գրառումը հրապարակել է Զելենսկին։ Նա նշել է, որ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքը լուրջ վնասվել է հրթիռային հարվածների հետևանքով։ Զելենսկին տեղի ունեցածը բնութագրել է որպես բացահայտ արհամարհանք միջազգային հանրությանը ջանքերի նկատմամբ ուղղված հակամարտության կարգավորմանը։ Երբ Պուտինը փորձում է հանդես գալ որպես մերձավոր արևելքի միջնորդ եւ միաժամանակ աջակցություն է ցուցաբերում իր հանցակիցներին Թեհրանում, դա առավել քան ցինիկ եւ կեղծ է, գրել է Զելենսկին։ Իրանի խորհրդարանը օրինագիծ է պատրաստում միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու մասին։ Այս մասին հայտնել է Հանրապետության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայել Բաղային։ Ընդ որում Բաղային նշել է, որ զանգվածային ոչնչացման զենքը տեղ չունի Մերձավոր Արևելքում։ Բացի այդ, նրա խոսքով Թեհրանը նախկինի պես հավատարիմ է պայմանագրով ստանձնած պարտավորություններին։ Մինչ այդ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ երկիրը պատրաստ է համաձայնագիր կնքել, որը պաշտոնապես ամրագրում է երկրի մոտ միջուկային զենքի բացակայությունը։ Իրանի խորհրդարանում ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչ Էբրահիմ Ռեզայինի խոսքով պայմանագիրը պետք է ապահովեր հանրապետության անվտանգությունը, այլ ոչ թե դառնար նրա բացակայության պատճառը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտնել է, որ Թեհրանի կողմից միջուկային զենքի ստեղծման կողմնակիցները տեղ չունեն հանրապետության քաղաքականության մեջ։ Նրա խոսքով Իսլամական Հանրապետությունը միջուկային զենք չի ստանա եւ չի ձգտում դրա ստեղծմանը։ Նախագահը նշել է, որ Իրանի գերագույն առաջնորդը բազմիցս մատնանշել է դա։ Յուրաքանչյուր ոք, ով զբաղեցնում է այդ քաղաքականությանը չհամապատասխանող դիրքորոշում, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականության մեջ տեղ չունի, ընդգծել է Փեզեշքյանը։ Մինչ այդ Հանրապետության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայել Բաղային հայտնել էր, որ միջուկային զենքը տեղ չունի Մերձավոր Արևելքում։ Դժվար է կանխատեսել, թե ինչ է քննարկելու մեծյոտնյակի շրջանակներում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ուկրաինայի առաջնորդ Վլոդիմիր Զելենսկու հանդիպմանը, բայց հաստատ կարելի է ասել, որ այս հանդիպումը հաճելի չի լինի երկու կողմերի համար։ Այս մասին հայտնել է ամերիկագետ Ռաֆայել Օրդուխանյանը։ Հանդիպման ընթացքում Թրամփը կշարունակի ցույց տալ իր արհամարհանքն ու բացարձակ դժկամությունը աշխատելու Կիևի ռեժիմի եւ այսպես կոչված նախագահ Զելենսկու հետ։ Հասկանալի է, որ այդ հանդիպումը սկզբունքորեն հնարավոր դարձավ միայն եվրոպական առաջնորդների եւ անձամբ Կանադայի վարչապետի բազմաթիվ խնդրանքներից հետո, ասել է քաղաքագետը։ Ամերիկագետը հանդիպումն անվանել է քաղցրացրած դեղահապ Զելենսկու համար։ Իրողություններն այնպիսին են, որ Արևմուտքն այժմ Ուկրաինայով զբաղվելու ոչ հնարավորություն ունի, ոչ ցանկություն։ Հիմա հորիզոնում է Մերձավոր Արևելքում լայնածավալ հակամարտությունը, այնպես որ Միացյալ Նահանգներն հաստատ կանցնի այդ դաշտին, եզրափակել է Օրդուխանյանը։